Ահա զանգեր հանցանքի հետքով ծրագրի ողջ թիմին, զանգեր ինչպես հենց քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից, այնպես էլ նրանց հարազատներից։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին մեզ ահազանգած ցմահ դատապարտյալները եւ նրանց հարազատները պնդում էին, որ իրենց դեմ կատարվում է բռնություն։ Հայտնում, թե դիմակավորված անձիկ մահակներով մուտք են գործել խցեր ու սկսել ջարդուփշուր անել բոլոր կալանավորներին։ Հանրային մեծ արձագանք ստանալուց հետո այս դեպքին անդրադարձան ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, այնպես էլ հենց քրեակատարողական ծառայությունը, նշելով, որ դեպքի օրը վիճաբանություն հրահրողն ու ներսում ավազակություն կազմակերպողները քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն էին։ Երբ թվում էր, թե դեպքը բացահայտված է, մեր լրագրողը ստացավ հաջորդ ահազանգը ուշագրավ ու կասկածելի մանրամասներով։ Ինչ է վերջո տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, բացահայտումներ, նոր մանրամասներ հենց հանցանքի հետքով ծրագրի կողմից։ Առաջին ահազանգը ստացվեց ապրիլի 3-ին։ Մեր խմբագրությունը ահազանգած կինը հայտնեց, որ որդին գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ հենց այդ պահին դիմակավորված անձինք մուտք են գործել 5-րդ հարկ եւ առանց բացատրության սկսել ծեծի ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Քրեակատարողականում հենց հիմա մասկաներով ներխուժել են ցմահների հարկ ու բոլորին դուբին տաներով ծեծում են, մորթում են բոլոր տղաներին։ Կամերները փշրում են, ես չգիտեմ, ինչ որ մի հարցին մի բան մի ձև լուծեք, թե չէ բոլոր տղաների գլուխը այնտեղ ուտել են մասկաներով առանց ինչ որ պատճառաբանության, թե ինչա կատարվում, ինչի համար։ Մասկաներով են հագած եղել, որ ոչ մեկ չճանաչի։ Մենք հիմա ես չգիտեմ, ընդեր աշխատողներ են եղել, դրսից են եկել, որտեղից են եկել, ամենայն դեպս առանց ինչ-որ բան ասելու, մտել են միանգամից բոլորին սկսել են ծեծել, բոլորին, ցմահներին։ Կնոջ ահազանգին հաջորդեց քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից եւս մեկի հարազատը։ Զանգերը շարունակվեցին մինչև երեկո։ Քաղաքացիները հայտնում էին, որ դատապարտյալներին մահակներով ծեծի են ենթարկել, ջարդել սպասքը, ուտելիքները թափել, թևերից հավաքել, հանել են խցերից ու սկսել խուզարկել։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ են փնտրել։ Դեպքի մասին ահազանգերը շարունակվում էին լրատվադաշտը ողողվեց մի շարք նմանաբովանդակ նյութերով, որին պատասխան քրեակատարողական ծառայության կողմից պարզաբանում տարածվեց։ Մենք օպերատիվ տեղեկատվություն էինք ստացել քրեակատարողական ծառայությունում, որ տևական ժամանակ է, ինչ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով այլազատազրկված անձանց նկատմամբ ձեռք բերել առավելություններ, փորձել է ներկայացնել վարչակազմին անօրինական պահանջներ, միաժամանակ հրահարելով, կոչ անելով մնացյալ ազատազրկված անձանց միանալ իր անօրինական գործողություններով, դրանով իսկ խոչընդոտել վարչակազմի բնականոն գործընթացին։ Բնականաբար ստացված տեղեկությունները ուսումնասիրվել են, քննարկվել են եւ որոշում է կայացվել քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինական գործողությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացնել միջոցառում եւ տվյալ դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։ Ահազանգերից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկ են այցելել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Նրանց կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները։ Արձանքի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարության անմիջապես արագ արձագանքման խումբ է մեկնել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղում իրավիճակին ծանոթանալու, ազատություն զրկված անձանց հետ առանձնազրույցներ ունենալու համար քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին պարզաբանում են ներկայացրել այն մասին, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում համապատասխան որոշում է կայացվել 5-րդ հարկում պահվող ցմահ դատապարտյալներից մեկին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ եւ ի կատարումն այդ որոշման քրեակատարողական հիմնարկի ծառայողները ներկայացել են տվյալ խուծ ազատություն զրկված անձին ցմահ դատապարտյալին դուրս բերել խցից եւ տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցների ընթացքում ազատություն զրկված անձինք հայտնել են, որ տեղեկացել են, որ տվյալ դատապարտյալը 5-րդ հարկում պահվող տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ առանց որևէ պատճառաբանման, որից հետո պարզաբանումներ են պահանջել քրեակատարողական ծառայողներից, սակայն կարճ ժամանակ անց իրենց խցեր են ներխուժել ստպանդման դիմակավորված անձինք, որոնք պարզվում է, որ նաև քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն են եւ
Առանց որևէ պարզաբանման հայհոյական արտահայտություններ հնչեցնելով բռնություն են գործադրել իրենցից որոշների նկատմամբ, ինչի հետևանքով նաև ստացել են մարմնական վնասվածքներ։ Դրանից բացի ըստ պնդման նաև խցերում արկագույքն են վնասել տվյալ ծառայողները, մարդու պաշտպանի ներկայացուցիչները նաև արձանագրել են, լուսանկարել են եւ տվյալ անձանց մարմնական վնասվածքները եւ խցում արկագույքի, այդ կոտրված լինելը։ Քանի որ նաև տեղեկություններ ստացվել անձանց բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ համապատասխան հարցադրումներ են կատարվել նաև այդ ուղղությամբ, դատապարտյալները հայտնել են, որ բժշկական օգնություն ցուցաբերվել է եւ նրանցից երկուսի մոտ նույնիսկ արկա է եղել կոտրվածքի կասկած, սակայն համապատասխան ռենտգեն հետազոտություն իրականացնելուց հետո տվյալ կասկածը հերկվել է։ Այդուհանդերձ նաև այցի շրջանակում արձանագրվել է, որ հենց այդ պահին բժշկական անձնակազմի ներկայացուցիչները ցուցաբերում են բժշկական օգնություն, այսինքն մշակում են անձանց ստացած վնասվածքները եւ այլն։ Նախ ի սկզբանե նշեմ, որ հանրության մեջ այդ լրատվական զանգվածային լրատվական միջոցներում եւ սոցցանցերում որ աղմուկ էր բարձրացել այն, որ դիմակավորված մարդիկ մտել են, դա իրականությանը չի համապատասխանում այնքանով, որ երբ որ որոշում է կայացվել տվյալ դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, միջոցառմանը նախատեսված չի եղել ընդգրկել քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցներին, որովհետև մենք մտածել ենք ի սկզբանե դրա անհրաժեշտությունը չկա։ Սակայն երբ որ արդեն իսկ ծառայողները գնացել են եւ ցանկացել են դատապարտյալին տեղափոխել, այդ գործընթացին սկսել են խոչընդոտել մնացած իաջակցություն տեղափոխվողի, սկսել են գործընթացին խոչընդոտել տվյալ խցի ազատազրկված անձիկ, ինչպես նաև նրանց են միացել մի քանի խցերից այլ կալանավորված եւ դատապարտված անձիկ, որոնք աղմկել են, բղավել են, հարվածել են խցերին, տարբեր կոչեր են արել, միաժամանակ այդ ընթացքում նկատվել է, որ ինչ որ խցից ծուխ է դուրս գալիս եւ աշխատակիցների կողմից անմիջապես արձագանքվել է, խուցը բացվել է, ինչ որ առարկա է այրվելուց եղել, առարկան մարվել է եւ իրականացվել են արդեն իսկ խուզարկություններ, քանի որ քրեակատարողական ծառայողները կասկածելով, որ հնարավոր է տվյալ ազատազրկված անձանց կողմից լինեն կարգի ու պայմանների խախտում, իրականացրել են օրենքով նախատեսված կարգով համապատասխան խուզարկություններ։ Լսելով կողքի խցերում կատարվող այդ իրադարձությունները, աղմուկը ինքնավնասում է կատարել ձեռքին կտրվածքներ անելու միջոցով, որպեսզի իր խուծ եւս չմտնեն հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները եւ իր նկատմամբ բռնություն չկիրառվի, սակայն այդուհանդերձ ներխուժել են տվյալ անձին իր խուծ, իրեն եւս պարկեցրել, իրեն եւ խցակցին պարկեցրել գետին եւ հարվածներ հասցրել կրկին մահակներով, ձեռքերով եւ ոտքերով մարմնի տարբեր հատվածներին։ Նշանակեցի մասին խոսք լինել չի կարող, այստեղ հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները իրականացրել են ընդհանրեն իրենց գործառույթով նախատեսված աշխատանքները, այս պարագայում իրենք օգտագործել են ֆիզիկական ուժ օգտագործելու ընթացքում իրենք հանդիպել են ակնհայտ դիմադրության դատապարտյալների կողմից, որի ընթացքում բնականաբար որոշ մարդկանց մոտ առաջացել են մարմնական վնասվածքներ, բայց ֆիզիկական ուժի գործադրումը եղել է հավասարաչափ, օրինաչափ եւ ուժի գործադրում ասելով ոչ թե մենք հասկանում ենք ծեծ, այլ ֆիզիկական ուժ ասելով մենք հասկանում ենք ձեռքի ոլորման հնարք, որի դեպքում այո հնարավոր է մարդիկ ցավ զգան, կապտուկ առաջանա եւ ես կցանկանայի այստեղ նաեւ նշել, քանի որ լրատվական բազմաթիվ լրատվամիջոցները եւ սոցցանցերով խոսում էին մարմնական վնասվածքների, տարբեր աստիճանի կոտրվածքների, նշեմ, որ դեպքից անմիջապես հետո տվյալ մարդկանց բուժ հիմնարկի բուժ հաստատության աշխատակիցների կողմից ցուցաբերվել է անմիջական ցուցաբերվել է բուժօգնություն, իրականացվել է համապատասխան ռենտգեն հետազոտություններ, ավելին վերջիններս անգամ ուղարկվել են քաղաքային բուժ հաստատություն, կոնկրետ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անցել են նորից ռենտգեն հետազոտություն, լրացուցիչ համոզվելու համար արդյոք մարդկանց մոտ եղել են կոտրվածքներ թե ոչ, եւ փառք Աստծո ոչ մեկի մոտ ոչ մի կոտրվածք չի հայտնաբերվել, այսինքն բժիշկների կողմից կոտրվածքների փաստը չի արձանագրվել։ Անձանց վրա առկա վնասվածքներից ոմանք առերևույթ կարող են հասցվել մահակների միջոցով, սակայն դրա համար հստակ գնահատական տալու նպատակով պետք է իրականացվի նախաքննություն, պետք է տվյալ հանգամանքը հաստատվի
համապատասխան փորձաքննություններով եւ այլն։ Վնասվածքները առերևույթ կարող են հասցված լինել մահակներով, սակայն որևէ պնդում այս պահին չեն կարող անել։ Ինչպես նշում էին դատապարտյալները, իրենց ընկերոջը դիմակավորված անձինք գողացել են եւ տարել անհայտ ուղղությամբ։ Իրականում քրեակատարողական ծառայության աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ։ Գողության մասին խոսք գնալ չէր կարող, իսկ տեղափոխման պատճառը դատապարտյալի անօրինական վարքագիծը սաստելու նպատակ է հետապնդել։ Բացարձակապես առևանգման մասին խոսք լինել չի կարող, առևանգումը արդեն ինքնին հանցագործություն է եւ քրեակատարողական ծառայողը նման բան չէր կարող անել, գործընթաց է անձի տեղափոխման, ուղղակի գտել ենք ոչ նպատակահարմար, տվյալ անձի եւ հետագա անվտանգությունից եւ այլ նկատառումներից ելնելով նպատակահարմար չեն գտել նշել այն քրեակատարողական հիմնարկի անունը, որտեղ տվյալ անձը տեղափոխվել է, բայց խորենքով սահմանված կարգով ցանկացած դատապարտված անձ, եթե մեկ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվում մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, պարտադիր նրա հարազատները, ազգականները տեղեկացվում են, եթե վերջինս չի ցանկանում տեղեկացվել, որպեսզի տեղեկացվեն, այնուամենայնիվ մեր աշխատողների կողմից գոնե ինչ-որ մի հարազատի տեղեկացվում է, որ ձեր հարազատը, բարեկամը, չգիտեմ, ձեր երեխան գտնվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտյալներից շատերը բողոքել են քրեակատարողական հիմնարկում տրամադրվող սննդից։ Մեր հարցմանի պատասխան քրեակատարողական ծառայությունից տրամադրեցին լուսանկարներ հենց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի խոհանոցից, հավաստիացնելով, որ դատապարտյալներին տրվում է հենց այս սնունդը։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները այդ հարցին չեն անդրադարձել։ Վերջիններիս պնդման պայցի ժամանակ դատապարտյալները դրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն հայտնել, ինչի պատճառով էլ այդ մասով տվյալ պահին մշտադիտարկում չի իրականացվել։ Տվյալ այցի շրջանակում, քանի որ կոնկրետ արագարձագանքման խումբը մեկնել էր միջադեպի կապակցությամբ առանձնազրույց ունենալ նպատակով, դատապարտյալներին այդպիսի հարցազրույցներ չեն ներկայացվել եւ իրենց կողմից եւս սննդի որակի հետ կապված խնդիրներ չեն բարձրացանվել։ Քրեակատարողական ծառայության աշխատակցի պնդմամբ այսօր քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց վերաինտեգրման համար ներդրված է մի ողջ գործիքակազմ։ Ցանկացած դատապարտյալ, երբ որ մտնում է քրեակատարողական հիմնարկ, առաջին իսկ օրվանից ինքը ծանոթանում է իր իրավունքներին, պարտականություններին, ինօրինական շահերին, ինչպես նաև ծանոթանում է դրանք չկատարելու դեպքում համապատասխան աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի հատուկ միջոցների գործադրման կարգին, որից հետո դատապարտյալի հետ իրականացվում է աշխատանք եւ կազմվում յուրաքանչյուր դատապարտյալի համար անհատական պլան, հաշվի առնելով նաև տվյալ դատապարտյալի ռիսկային բարձր աստիճան ունենալը կամ չունենալը։ Ամբողջ process-ում, երբ որ դատապարտյալը գալիս է մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, ամբողջ մինչև իր վերջին օրը ազատազրկման պատիժը կրելու վերջին օրը, իր հետ միանշանակ իրականացվում է բազմաբնույթ աշխատանքներ, այսինքն իրականացվում է վերասոցիալականացման աշխատանքներ։ Այստեղ ես պետք է նշեմ, որ քրեակատարողական ծառայության քաղաքականության մեջ եւ ընդհանրապես մեր պետությունը շատ բարձր է գնահատում վերասոցիալականացման հետ կապված աշխատանքները եւ դա համարվում է եւ մեր սկզբունքներից մեկը եւ նպատակներից մեկը եւ համարվում է առանցքային մեխերից մեկը եւ պետությունը կարևորելով սրա նշանակությունը ցանկացած դատապարտյալի հետագա կյանքում հետագա հասարակությանը ինտեգրվելու համար ինքը աջակցություն է ցուցաբերում եւ կազմակերպչական եւ ֆինանսական եւ իրավական եւ սոցիալական եւ այստեղ այո պարտադիր այս աշխատանքը մշտական բնույթ է կրում եւ այս աշխատանքը պահանջում է բավականին ջանքեր եւ մեծ ներուժ կազմակերպելու համար, որպեսզի մեր ազատազրկված անձիկ իրենց կան որպես պատիժը կրեն, բայց միաժամանակ զգան իրենց որպես արժանապատիվ հասարակության անդամ, զերծ չմնան եւ սպորտային միջոցառումներից եւ կրթական ծրագրերից եւ մշակութային ծրագրերից, դա է փաստում այն մասին, որ մենք ունենք դատապարտյալ, ցմահ որը ավարտել է միջնակարգ կրթությունը ստացել է, հիմա ներկայումս հեռակա-սովորում է, ունենք դատապարտյալներ, որ գրքեր են գրում եւ այս վերջերս հենց նույն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ունեցել են գրական ցերեկույթ
դատապարտյալը ներկայացրել իր կողմից իսկ հեղինակած գիրքը, ինչպես եւ այդպես շարունակ կարող եմ թվարկել, որ տարբեր քրեակատար ոչ միայն Նուբարաշենում, այլ բոլոր այն քրեակատարողական հիմնարկներում ու ոչ միայն ՑՄԱ դատապարտյալների շրջանակներում, այլ ցանկացած անձ, երբ որ ազատ մտնում է քրեակատարողական հիմնարկ, նրա հետ առաջին իսկ օրվանից մինչև վերջի օրը պարտադիր մշտական իրականացվում է վերասոցիալականացման աշխատանքներ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մեր հարցման ի պատասխան քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ներկայացրեց այն հոդվածները, որոնք դրվել են քրեական վարույթի նախաձեռնման հիմքում։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով, այն է զանգվածային անկարգություններին մասնակցելը, եւ 454-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է պատիժնի կատարածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այցի արդյունքները, ինչպես նաեւ լուսանկարները եւ տվյալ անձանց նկատմամբ գործադրված ֆիզիկական ուժերի վերաբերյալ արձանագրությունները ամփոփվել են Մարդու պաշտպանի աշխատակազմում եւ համապատասխան պարզաբանների պահանջով գրություններին ուղարկվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն եւ գլխավոր դատախազություն։ Դրանից բացի նաև պաշտպանի աշխատակազմում քրեակատարողական ծառայությունից տեղեկություն է ստացվել այն մասին, որ նշված միջադեպի կապակցությամբ քննչական կոմիտեում նախաձեռնել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Տվյալ պահին չունենք դեռևս պատասխան ոչ գլխավոր դատախազությունից, ոչ արդարադատության նախարարությունից, ստացված պատասխանների հաշվառմամբ արդեն կձեռնարկվեն հավելյալ միջոցներ։ Քննության արդյունքները եւ բացահայտված մանրամասները ձեր դատին կհանձնենք մեր հետագա թողարկումներին, իսկ արկա մանրամասներու փաստերը խոսում են առնվազն նրա մասին, որ սույն գործով բացահայտումները ավելի քան ուշագրավ են լինելու։ Հանցավոր խմբի անդամները մուտք էին գործել տուժողի բնակարան, կապել վերջինիս եւ սպառնալիքի միջոցով գումար պահանջել։ Դրանից հետո հարվածել տուժողի գլխին ու հափշտակել տանը եղած գումարը, ոսկեղենն ու արժեքավոր իրերը։ Նույն խմբի անդամները նմանօրինակ սցենարով մուտք էին գործել եւս մեկ անձի բնակարան։ Հափշտակությունների շղթա, որը բացահայտվեց քննչական կոմիտեի ծառայողների ջանքերով։ Հանցավոր խմբի անդամներին հաջողվել է 2 անձի բնակարան ներխուժել եւ սպառնալիքի միջոցով պատճառել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Բնակարան ներխուժած հանցավորները մայիսի 27-ին ահաբեկեցին Արգավանդ բնակավայրում ապրող ընտանիքի անդամներին։ Հանցավորները կապել էին տան անդամներին եւ սպառնալիքի միջոցով գումար պահանջել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Արտոյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում տան բակից ձայներ է լսել, դուրս է եկել դուրս, քանի որ դուստրը եւ կինը տանը չեն եղել, մտածելով, որ կինն ու դուստրն են վերադարձել, այդ ժամանակ արդեն իսկ նկատել է 2 անձի եւ հասկանալով, որ վերջիններս հափշտակություն կատարելու նպատակով են մուտք գործել իր տան բակ, վերջիններից հրել է, փորձելով հետ գնա, որպեսզի տան դուռը կողպի, այդ ժամանակ հանցան կատարած անձանցից երրորդը հետևից տուժողին ատրճանակի բռնակի հատվածով հարվածում է տուժողի գլխի հատվածին, պատճառելով վերջինիս մարմնական վնասվածքներ, այնուհետև 3 հանցան կատարած անձինք միասին բռնելով տուժողի Աթոյանի ձեռքերից հրել են դեպի տան ներս, որտեղ վերջինիս կպչուն ժապավենով կապելով վերջինիս ոտքերը, ձեռքերը եւ բերանը անընդհատ ծեծի են ենթարկել։ Երբ տան տերը հրաժարվել էր հայտնելով, որ չունի նման գույք տանը, հանցավորները դանակի եւ զենքի միջոցով սպառնալիքներ էին հնչեցրել, պնդելով, որ եթե տան տերը չկատարի իրենց պահանջը, վերջինիս կսպանեն։ Նրանցից մեկը դանակի սպառնալիքներով պահանջել է հայտնել տանը պահվող ոսկե զարդերի եւ գումարի տեղը, հակառակ դեպքում սպառնալով վերջինիս սպանել։ Տունը տակնու վրա անելուց հետո հանցավորները հափշտակել են այն ամենը, ինչն ընկել է ձեռքի տակ՝ գումար, իրեր, անգամ համակարգիչ։ Հենց նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի
երրորդ մասի երկրորդ եւ առաջին կետերով։ Դեպքից շատ չանցած ստացվեց եւս մեկ նույնաբնույթ ահազանգ։ Հանցավորները հափշտակություն կատարելու նպատակով այս անգամ մուտք էին գործել միայնակ բնակվող 70-ամյա տղամարդու բնակարան։ 2024 թվականի հունիսի 2-ին ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գրիգորյանը մարմնական վնասվածքներով, դեպքի վայր է մեկնել քննիչ օպերատիվ խմբի հետ միասին, որտեղ վերջիններս պարզել են, որ վերջինիս տան Անդրանիկի փողոցի 130 շենքի 44-րդ բնակարան ավազակային հարձակում է տեղի ունեցել եւ արդեն իսկ կատարվել է դեպքի վայրի զննություն եւ մնացած այլ քննչական ու դատավարական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ նույն օրը նույն շենքի մեկ հարկ վերև հատվածում հենց դարանակալել են երկու անձինք, ովքեր որ նախապես նույն շենքի այլ բնակչից, որը որ նույնպես հանցավոր համագործակցության անդամ է, վերջինիս կողմից ուղղորդման հետևանքով տեղեկացել են, որ Գրիգորյանը ունի վարձակալությամբ տրված տարածքներ, տանը միայնակ է բնակվում, տարեց տղամարդը 70 տարեկան եւ հնարավոր է տանը ունենա հավաքած գումար եւ այդ պատճառով արդեն հանցավոր համագործակցության խմբի երկու անդամներ դարանակալել են երրորդ հարկում եւ սպասել են մինչեւ Գրիգորյանը կգա իր տուն, քանի որ հենց ուղղորդողը արդեն իսկ նախապես վերջիններիս տեղեկացրել է, որ Գրիգորյանը գտնվում է դրսում։ Տան տիրոջն այս անգամ լրացնելու համար հանցավորները արդեն փորձված մեթոդ էին կիրառել, հարվածել էին տուժողի գլխին։ Հարվածում են Գրիգորյանի գլխի հատվածին եւ կրկին ներս հրելով Գրիգորյանին հենց իր տուն, վերջինիս գցելով գետնին, կրկին կպչուն ժապավենով կապում են ոտքերը, ձեռքերը եւ բերանը եւ կրկին պահանջում, որպեսզի վերջինս տրամադրի իրենց իր տանը ունեցած ոսկեզարդերը եւ գումարը։ Մերժում ստանալուց հետո հանցավորը հանցան կատարած անձինքը ծեծի են ենթարկում տուժողին եւ այնուհետեւ տանը փնտրտուքներից հետո հայտնաբերում են վերջինիս 2 միլիոն դրամ ննջասենյակից եւ վերջինիս գրպանում եղած մոտ 100,000 դրամը եւ դիմում են փախուստի։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվում են հանցանք կատարած անձանց ինքնությունները։ Տեղում արգրավում է տեսանկարանող սարքերը եւ որոնց միջոցով պարզվում է, որ երկու նշված անձինք հանդիսանում են Սուղյան եւ Աբդուլմաջիդ Կասիմովը, որոնք որ հենց նույն օրը երեկոյան հայտնաբերվում եւ ձերբակալվում են։ Կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվում է հանցավոր համագործակցության մյուս անդամներին, որոնք որ նախկինում նույնպես մասնակցել են այլ հանցանքների կատարմանը, այդ թվում նաեւ քիչ առաջ մատնանշված հենց Արգավանդ բնակավայրի կենտրոնական փողոցի 7-րդ տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքով։ Կատարվել են մի շարք վարույթային եւ ապացուցողական գործողություններ։ Հայտնաբերվել են նաեւ այն ավտոմեքենան, որով ենթադրյալ հանցանք կատարած անձինք դիմել են փախուստի։ Իրականացվել է տեսանկարանող սարքերի տեսագրություն դեպքի օրվա տեսագրությունների զննություն, որտեղ որ հանցավոր համագործակցության անդամներից երկուսը ճանաչել են հանցանք կատարող անձանց, դրանց վերաբերյալ ցուցմունքներ են տվել, ինչպես նաեւ հայտնաբերվել է այն ավտոմեքենա, որով որ վերջիններս Անդրանիկի փողոցից դիմել են փախուստի, նշված ավտոմեքենայի վարորդը նույնպես հայտնաբերվել է։ Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է վերջինս առնչակցությունը հանցավոր համագործակցությանը եւ հանցանքի կատարմանը, վերջինս նույնպես մեղադրանք է առաջադրվել Հայ-քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, ինչպես նաև 319 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով։ Նախաքննության ընթացքում ապացուցվել եւ հիմնավորվել է, որ հանցավոր համագործակցության անդամները 6-ն են եղել։ Երկուսը Ղանդիլյանը եւ Սուղյանը կազմակերպել են եւ ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի հանցավոր համագործակցության կազմում ընդգրկել են եւ հավաքագրել են 4 անձանց, որոնցից մեկը ՀԴ քաղաքացի է եւ
Վերջինս ՌԴ-ից տեղափոխվելով Հայաստան բնակությունը հաստատվել վերջիններիս կողմից հավաքագրման նպատակով վարձակալած բնակարանում եւ վերջիններիս հետ միասին մասնակցել հանցանքների կատարմանը։ Նախաքննության ընթացքում նշված է 5 անձանց վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով, Սուղյանին 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, Ղանդելյանին 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ մնացած 3 անձանց 319-րդ հոդվածի 2-րդ մասի առաջի կետով, այսինքն նշված 2 անձանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու համար, իսկ մնացած 3 անձանց արդեն հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ արդեն իսկ կատարված 2 դրվագ ավազակային հարձակումների համար հանցավոր համագործակցության խմբի կազմում կատարված առողջությանը վնաս պատճառելով եւ զենքի գործադրմամբ։ Մեկ անձի նկատմամբ նույնպես նույն հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել, նրա նկատմամբ որպես խափանամիջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, քանի որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս։ 4 անձանց մասով խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նրանցից մեկը գտնվում է տնային կալանքի տակ։ Թմրաշրջանառության դեմ պայքարն ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների հերթական ուշագրավ բացահայտումների մասին մեր հերթական տեսանյութում։ Մոտ 3 կիլոգրամ մեթամֆետամին, 1 կիլոգրամից ավելի մարիխուանա եւ ոչ միայն։ Քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա Մայրաքաղաքի Արցախի պողոտայում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին եւ Էրեբունու բաժին տեղափոխեցին 2 տղամարդու, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցներ։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Երևան քաղաքի 40-ամյա մի զբաղվում է տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբ եւ իրացմամբ։ Մարտի 13-ին վերջինս ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջական օրենսակացի հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել է եւ տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 16 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, 2 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 4 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։ Մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել վերջինիս փաստացի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 3 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 1 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, 1 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, 36 գրամ կոկային տեսակի թմրամիջոց, 229 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց եւ 30 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Վերջինս կալանավորվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, 41-ամյա տղամարդը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցանքի հետքով հաղորդման շրջանակում մեզ ահազանգող քաղաքացիները հաճախ չեն պատկերացնում, թե ինչպիսի խնդիրներ կարող են հայտնվել մեր եթերում։ Հարգելի քաղաքացիներ, ցավոք, ձեր սոցիալական ծանր դրության կամ պարզապես հարևանի հետ ամենօրյա վեճերը չեն կարող լուսաբանվել մեր եթերում։ Կրկին եւ կրկին հիշեցնում եմ, որ մենք անդրադառնում ենք բացառապես իրավական գործընթացներին, որտեղ քաղաքացու իրավունքները ոտնահարվել են։ Դա վերաբերում է քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերին։
Այնպես որ զանգվեք մեզ, գրեք, հանդիպման օրվա եւ ժամի վերաբերյալ ձեռք բերեք պայմանավորվածություն եւ վստահ եղեք, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։